Յուրայի ծննդյան օրն է եւ նա ունի գեղեցիկ անակնկալ։ Արա մեկնել հեսա իմ արեք։ Արա սիրտս ցավում է։ Եկել ենք հերուներից վտանգավոր ճանապարհները, որ քեզ ասենք ծննդդ շնորհավոր։ Որը ինչ է։ Մնաց ինքս դե իմացա։ Ես ուղակի ապշած եմ։ Ճանապարհը փակ ու մի հատ զգուշացնող բան չկա ապե։ Ծառելով, շատ շնորհակալ եմ 911 ուրախ տարի լինի, 98 տարի է։ Ապեն Եկան պերկարատները։ Եկեք, այստեղ ենք։ Դա պայթա։ Այսօր մեր արկածները հերիք չէր, մի հատ էլ պագիշկա պայթավ։ Արա էս ինչ է այսօր։ Եթե չլիներ ծակված անիվը, ու պետքներ պայստային է։ Բարեկամներ, մի սարսափելի օր ապրեցինք։ Վերինգետաշենի բարեկամներ, հիմա մենք այս ձուն ու բուկ ճանապարհով գալիս ենք մեզ շատ հարազատ գյուղ, որտեղ Անուշ աղբոր Յուրայի ծննդյան օրն է եւ նա ունի գեղեցիկ անակնկալ, այնքան սիրառատ, այնքան հարգալից, որ ձուն բան չենք նայում, գալիս ենք, որովհետև մեզ նրա ընկերն է խնդրել, որ գանք ու ուրախացնենք, այնպես որ Յուրա, այս ամենը հատուկ քեզ համար է արվում, մենք բավականին դժվար ճանապարհ անցանք, եկել ենք Երևանի կողմից, ամբողջ ճանապարհը ձնածածկ էր, վտանգավոր, բայց միևնույն ժամանակ ճշմարիտ, դրա համար էլ եկանք հասանք Վերինգետաշեն, ներքին Գետաշեն մենք հիմա, ներքին Գետաշենից կհասնենք Վերինգետաշեն, իսկ հետո ասեմ ձեզ ամենակարևորը պետք է Սելիմի Լեռնանցքը հաղթահարենք, Վարդենյանց Լեռնանցքը պետք է հաղթահարենք, այնտեղ այսօր մի պահ փակ էր, երթևեկությունը, հիմա չգիտենք ինչ իրավիճակ է, բայց մի բան մեզ հույս է տալիս, որ տեղումներ չկան, հետևաբար ինձ թվում է առանց որևիցե լուրջ խնդրի կհաղթահարենք Վարդենյանց Լեռնանցքի ճանապարհները, իսկ այստեղ ներքին Գետաշենում տեսեք ձյունը շատ է, առատ է եւ ասեմ ձեզ մի քանի տարի առաջ եթե գայինք այստեղ ավելի շատ կլիներ ձյունը, բայց այս անգամ այդքան էլ շատ չի ու դա մեզ համար ուրախալի է, բայց բնության համար տխրահրճակ, որովհետեւ սարերը չեն լցնում իրենց ջրի ավազանները բավականաչափ, հետո ջուրը պակաս է լինում, սակավ է լինում, բայց դա խնդիրներ են, որոնք հույս ունենամ շատ շուտով կլուծվեն եւ բնությունը նորից մեզ առատորեն կպարգևատրի իր բարիքներով, անձրև, ձյուն, կարկուտ եւ այդպես բաներ, բայց կարկուտը թող բերքի սեզոնին չգա, էլի, լսար կարկուտ։ Նայ, հա, ես գիտեմ, որ դու հետևում ես իմ տեսանյութերին, այնպես որ չափը չանցնես։ Ձյուն, իսկ դու կարող ես գալ, որովհետեւ քեզ մաքրում ենք, բայց անենց ժամանակ արի, որ հեշտ էլի մաքրել է, այն անհարմար պայերին մի արի։ Բարեկամներ, հիանալի է, իրավիճակը տոնական, միջավայր է Գետաշեններում, իսկ հիմա մենք հասանք այն խաչմերուկը, որտեղից աչ անելով կգնանք ուղիղ, ասում է, արա գազ չի վերցում, ինչ է լավ։ Այ քեզ հիմարիկ, աշխատիր, որ դու խայտարակ չես արա։ Ես ինչ է ասում, աղբեր չի եթում։ Մենք փորձենք ուղղել, մենք խնդիր ունենք բարեկամներ։ Հուսանք այս խնդիրը շատ մեծ չի, շատ վախենալու չի, չենք մնա էլի Գետաշենում, չէ՞։ Բարեկամներ, բանն այն է, որ այս մեքենան ունի այստեղ սենսորային դաչիկը ոնց է աղբեր։ Տվիշներ, ցուցիչներ ունի սենսորային, երբ որ սա կեղտոտվում է, սկսում է բորոխլիտ անել, նա բորոխլյատ է անում, այնպես որ հենց հիմա այս հարցը կլուծենք ու կգնանք Յուրա աղբոր ծննդին մասնակից լինելու, ներկա գտնվելու ու շնորհավորելու, նստենք մեքենան ու գնանք ամփորձանք մեր, արա մաքրվա վարդը, չէ չի մաքրվել, լավ, իզուր ուրախացա, ուրիշ բան կանենք բարեկամներ, մենք հիմա ուղղակի կգնանք եւ ռեստարտ կանենք մեր մեքենան, ցույց տու ոնց ենք անում, տեսեք բարեկամներ, այսպես գնում ենք, չէ, ենի հետ, իմը հետո, հիմա մտնում ենք այստեղ, factory reset ու yes, մի հատ էլ ենք անում, factory reset ուրա, նկարում ես, չէ, այսենց ու yes, հետո սխվում ենք սա, տեսեք, անջատում ենք, cancel-ը սեղմած, միացնում ենք ու պահում ենք, արա այս ինչ արիմ,
Բարեկամները, հա, մեր խնդիրը լուծված է, ճանապարհը բաց, գնացինք անակնկալ անելու։ Ուղղակի այս մեքենաների խնդիրը երբեմն այն է, որ ցածր ջերմաստիճանների տակ սովոր չեն մաքարելու, տքնելու եւ աշխատելու, դրա համար էլ պահի տակ կարան այտենց իրանց պահեն, բայց դա մեզ համար երբեք էլ խնդիր չի եղել, մենք շարունակում ենք գնալ առաջ։ Դե Porsche ուրիշ է, երբ կսարքենք Porsche-ով գնանք այս կողմեն կողմ։ Porsche խփած մոտորով 50-60 կիլոմետր կարացա քշեմ։ Նոր տարի ուրախ երկիր ու բարի։ Չվախենաս չթրջես, չեմ ուզում բռնել քեզ։ Գեղեցիկ ձյունաճերմակ ճանապարհներով գնում ենք մեր յուր աղբորը, ասենք, բարով ես ծնվել բարեկամ, դու սիրված անուշ աղբեր ես, ընկեր ես, քեզ շատ են սիրում։ Այդ սերը հարատև լինի եւ հաստատուն միշտ, եւ ասեմ ձեզ, որ հենց մարդու ծննդյան օրը, երբ որ դու նրան շատ ես սիրում, հարգում, եթե ուշադրություն ես դարձնում, դա հաստատում է ձեր մտերմությունը, ընկերությունը։ Հետևաբար ձեր ընկերներին ուշադիր եղեք, եթե նրանք ձեզ համար կարեւոր են, եւ գոնե մինիմում զանգեք, ասեք ծննդդ շնորհավոր, ես ուրախ եմ, որ դու կաս, շնորհակալ եմ քո ներկայության համար, ապրեն քո ծնողները, որ քեզ այս լույս աշխարհ են բերել ու դու իմ ընկերն ես։ Տես ակայով բաները աղբեր, 07-երը։ ԱԿՄ-ով ստոպերը գետաշենում տարածված է, դա նշան է այն բանի, որ խելոք մնացեք, մենք կկրակենք, եթե պետք լինի, ձների միջով մեր Altima-ով, որը գետաշեն մտնելուն պես շոկի ենթարկվեց, նա ծնված օրվանից դեռ Ճապոնիա ժամանակները, չէ, Ամերիկայում ասա եղել, Ամերիկայում երազում էր, որ անպայման մի օր լինի վերին գետաշենում, այդ իսկ պատճառով նա մեծ շոկ ապրեց, շոկի մեջ ընկավ, երբ որ տեսավ հասան գետաշեն, դրա համար էլ անջատվավ, լուսերը գնաց մի պահ, իջում է նա, շատ բարի ու գեղեցիկ ջիպ է մեզ հանդիպել, նա ուզում է զիջի, բարեկամներ, մեր ընկերս թե չի, Արմեն ընկերը, Lexus LX-ն էր վարի գնացել, իսկ մենք եկանք նրան օգնության, եկանք օգնության պահին տեսանք, էլի, որ օգնում են, RX-ը, հա, RX-ն էր, շնորհավոր ձեր նոր տարիները, աղբերներ, Դաղետ ջան, յուրա այս տունն ա պետք, է որ ծնունդն ա այսօր, մեր աղբերն ա, բաղով այս գիտես աղբերն ես ջիդյարով կանել եմ նոր տարի եմ շնորհավորում բան, յուրայի ծնունդն ա այսօր, աղբեր, բարեկամներ, մեր ճանապարհին հանդիպեց անուշ աղբեր 91C900 մագնիշի Hyundai-ին, Hyundai թե Honda, Hyundai-ը եւ նա ասեց աղբեր եկեք իմ հետևից տանեմ մեր յուրա աղբոր տանտեղը ցույց տամ, իմ Elantra Hyundai-ը, բարեկամներ, մենք հետապնդում ենք Elantra-ին, ով մեզ մեծ սիրով ցույց կտա յուրա անուշ աղբոր տանտեղը ու գնանք շնորհավորենք, ասենք ծննդը շնորհավոր աղբեր ես։ Վերին գետաշենը ինձ շատ հարազատ գյուղ է, տեսար աղբերներից մի քանիսը ճանաչին, մի քանիսին էսով, մի խոսքով այտենց սադուշի վիճակ է, էլի։ Բայց ես զարմանում եմ, որ վերին գետաշենում ապրող անուշ աղբերներն ու քույրերից չեն ճանաչում։ Սաղուրստե ենք, այ աղբեր։ Ոչ չեն ճանաչում։ Իրենց գյուղի մասին այդքան լուսաբանություններ ունենք, պատմում ենք, որ այստեղ ինչեր են աճում, ոնց են աճում։ Ինչու չեն նայում մեր տեսանյութերը, ինչ է։ Լավ էլ աշխատում այս ձուն, հա, տորմուզ ես տալիք, օրո, սոյլուտ, այսով է կրակում այս գեղեցիկ սոյլուտը, հրավառություն է ընկերներ, վերին գետաշենում, հզոր է ու գեղեցիկ, սիրուն է, նայվող ու փշակաղեցնող, նկարի վարդան փշակաղեցնող նոր տարին, արա շատ սիրուն է, ուրա, ապրեք, կողա յուրանա տրակասնում ծննդյան առիթներով, Կա յուրային էին աղբեր։ Ամեն դեպքում մենք այս հրավառությունը նվիրում ենք յուրային, որովհետև իր ծննդն ենք եկել շնորհավորենք։ Յուրա ջան, քո համար ասել ենք սալյուտ խփեցին, իմացար։ Ես շնորհակալ եմ, ապրես, մեծ աղբեր։ Քեզ լիքը առողջություն կյանք, շնորհակալ եմ բոլորից հետ։ Ես իսկապես շնորհակալ եմ ընկերներ, որովհետև քիչ ես հանդիպում նման մարդկանց, ովքեր մտածում են ուրիշների ուրախության համար ու փորձում են ինչ-որ բանով օգտակար լինել։ Այս անգամ մեծ աղբորը անունը չհարցրեցի։ Օրո, քսչիտը, օրո, Մանուշներով, քսում արա, ես ինչա, սա, օրը աստե ուզած ոնց տանում ատես պտի թնք, սիրտս տող պրթած, բարեկամներս, մենք արդեն հասնում ենք յուրա անուշ աղբոր օջախ, այս տունն է հենց, աղբոր կա, աչի վրա,
Աղբոր, տեսնում ես աղբոր, հեն է աղբորը, էսը տուննա վարոտը բաց։ Հեն է աղբերս, հեն է վարոտը։ Նայչ, սա ընկերներ յուրահատուկ մեր պապիկ է, օրեսը իրա բանը լի, փետը լի։ Չէ լավ լավ, կարացի։ Որ ընկերն է, ունգերը իրան շատ է սիրում։ Աղբերս դե, մենք գնանք։ Ահա բարեկամներ, եւս մեկ ընկերություն հաստատուն մնաց, սերը ցույց տվեց մեկը մյուսի հանդեպ եւ թող բոլոր ընկերները լինեն ընկերասեր եւ ուշադիր իրենց ընկերների հանդեպ, որովհետեւ ընկերությունը դա այն հարաբերությունն է, որը դու ես ընտրում, որը դու ես պահում ինչ-որ մակարդակի վրա, բայց հիմնականում ընկերությունը դա սուրբ առաքելություն է։ Բոլորիս մաղթում եմ ունենաք այդ առաքելությունից եւ պահեք մինչեւ վերջ պատվով։ Գնացինք առաջ բարեկամներ։ Գնանք տեսնենք Սելիմում ինչ կա չկա։ Բուքն է։ Բարեկամներ, ահա թե ինչ տեսք ունի բուքը։ Օրս ის չոյող բերիս։ Չքսեց ավտոյի կողերը։ Քսած կլինի։ Հա, չէ, ախպեր, չի քսել։ Քսեր կպներ էլի։ Բարեկամներ, տեսակ թե ինչ էր։ Բուքը այսպիսի տեսք ունի, Վարդենյանց Լեռնանց չասած դեռ։ Հələ որ հասնենք ինչ կլինի, ճանապարհը բարեկամներ բավականին ոչ բարվոք վիճակում է, ձյունը արկա է, այնպես որ թափը պետք է տեղը պահես ու բարձրանաս այս վերընթացը, այս դիքը ընկերներ, սա վտանգավոր դիք է, անկար չմտածեք սովորական բան է էլի, ապես փախցնում ավտոն աչուձախ, փախացնում է, որը բուքը տես, դե բուքը արդեն աշխատում է, տես, այս տեսքը ունի բուքը, կարաս զում անես մեր բարեկամներն էլ տեսնեն, ընկերներ, լարված է վիճակը, եթե քո մեքենան ամենագնաց չի, այստեղ չես կարող չլարվել, այնպես որ ես հիմա այնքան եմ լարվել, որ մեջքս ցավում է։ Գրուզ եմ վերցրել մեջքիս վրա ու տանում եմ այս ճանապարհով։ Շատ հետաքրքիր է թե ինչ կլինի վերջում։ Ինձ թվում է կհաղթարենք բարով խերով։ Մի հատ մեքենայի իզ ենք բռնել ու գնում ենք։ Ես Վարդանը, Պետրոսը, Աշոտը եւ Ալտիման Ալտիմա մեզ հանկարծ չչոքացնես, աղբորպես տար հասցելու տեմ, ես որ խապում ագիդես սիրտս ոնց է ցավում։ Գնում ենք վստահ ընկերներ, որովհետև մեր ճանապարհը ճշմարիտ է, գնում ենք օջախ, տուն ենք գնում, տես բուքը ստել լցել է արդեն, ու շարունակում է լցնել։ Հենց նոր է ավտո անց, այդեն մեջ չէ ավտոյի պակիշկեք տեղ ոնց է լցած։ Երկու հատ ավտո իրար վրա եկան անցան, էլի։ Ահա, սա մեկ բարդություն կարելի է համարել հաղթահարած, հիմա մնում է եւս մեկ պադիոմ, որը պետք է հաղթահարենք։ Լավ է, եսի անցանք հաջորդը մնաց են Սելին, որ բարձրանում ենք վերջի պադիոմը, էլի։ Վերընթաց վերելքը։ Հիմա ասում ենք բոլորովին նորակառույց ճանապարհին, որը այս համար կառուցեցին, շատ հիանալի լուծում էր, որը իմ սրտով էր։ Լավ էր բարձր, հա, բայց մեր ավտոմոբիլը մեջ կան բարձր չեն կպնում ձունը տեղ-տեղ, հա, Վարդան զգում ես, տեղ-տես արդեն բուքն էլ լավ չի կարում աշխատի։ Օլորապտույտ ճանապարհ է։ Ընկերներ, լարվածություն կա, իհարկե, բայց փորձում ենք շատ չլարվել։ Եվս մեկ ճանապարհ փակ իրավիճակ, ախպեր, ես այս տեղերից վախենում եմ, արա, ես ինչ են արել, ախպեր, ինչ են սենց արել։ Շատ չքերիք վտանգավոր ընկերներ, եթե ունեք ցածր մեքենաներ, ճշտեք Վարդենյանց Լեռնացքի իրավիճակը, նոր եկեք, օրինակ իմ սիրտը մխկտաց նոր, բայց այդ ինչի համար են անում ախպերը, փակելուց են տենց անում, որ փակայանի մի անցեք, երևի է մարդիկ անցան, Աշոտ դու փրկարար ես, ասա, պես բան կա, արա մեկն էլ հեսա իմ արել, արա սիրտս ցավում է, Կերած շուպրտել նալի ավտո։ Տղաներ, մեկ պետք է մեքենա հրենք։ Երեք աղբերներ ջան։ Գազ Արածես հայտարակ բան չերել է։ աղբես որ գազ չտեսնեն չեն կարա բրթենք անենք։ Չէ, գազ դու։ Գազ։ Հա, հələ գազ դու։ 3 ույու 4 ու կետ գնա։ Մի հատ էլ։ Բարեկամներ, այստեղից ճանապարհը դարձավ միակողմանի։ Մենք հազիվ դուրս պրծանք մեր լաբիրինթոսից,
թակարդից, որ ընկել էինք Աշոտի շնորհիվ, Աշոտը փրկարարական ունակությունների շնորհիվ կարողացավ մեզ դուրս անել փրկել այդ անախորժ իրավիճակից։ Ապրես Աշոտ։ Աշոտը բավականին բարեբեր Անուշ ախպեր դուս եկավ, թե չէ մենք կմնայինք այնտեղ։ Իսկ հիմա շարունակում ենք, ինչպես նոր նկատեցիք, ճանապարհի կողքերը ամբողջովին ձյուն է։ Այստեղ որ ձյունը երևում է ձախի կողմում, ձախակողմյան հատվածում այստեղ ունենք կանավկա, փոսիկ, փոս մեծ։ Պատկերացեք այնքան է ձյունը եկել, որ լցվել է փոսը ու արդեն հասնում է ճանապարհին։ Փաստորեն մեր Անուշ ախպերների արած աշխատանքը որոշակի ժամանակ աշխատեց, բայց շատ տեղումների դեպքում էլ չի հասցնում աշխատի, որովհետև այսենց ալնում։ Այն ժամանակ լրիվ լսվում էր ճանապարհը մոտավորապես մետրից ավել ձյունը պետքա ճեղքեին ձյուն մակրո մեքենաները։ Իսկ հիմա գոնե այդքանով պլյուս ունենք, ինչը մեզ համար ուրախալի է։ Ոտները սառավ դարձանք բան լրիվ։ Սառած մարդիկ։ Տեսեք օրը ինչ տիպի է բերել ձյունը լցրել, դրա համար փակ էր էլի ցերեկվա կոմստենայի։ Վարդան չէի տեսել, չէ՞ այս վիճակը, որ պատմեի մենակ պատմածներից մեջ էր, չէ՞ ընկեր։ Տես ախպերս, էսի հələ սրանից ուժեղ էլ ալնում, ջոգի ավելի շատ էլ ալում ձյունը։ Մենք հիմա ձեզ ցույց ենք տալիս Վարդենյանց Լեռնանցքի ճանապարհահատվածը, որը ձյունը ուղակի ահավոր ձևի եկել ու փակել է։ Միակողմանի է դարձել։ Եթե հիմա դիմացից մեքենա գա, չգիտեմ որս պետք է զիջի, բայց իմ կարծիքով եթե ամենագնաց լինի, ինքը պետք է զիջի։ Եթե չէ, ուրեմն մենք պետք է զիջենք, մեր վեճին չի 4 հոգի ենք մեքենայի մեջ, կբրթենք կհանենք ինչ էլ լինի։ Հիմա գնանք հասնենք, տեսնենք ինչ փորձություններ են մեզ սպասում։ Տեղ ընկերներ ճանապարհը այս տեսքը ունի, մի մեքենայի համար է նախատեսված։ Մեր Անուշ ախպերները այսքան են կարողացել մաքրեն, բայց էլի լավ է, որովհետև ճանապարհը անցանելի է, օյս ինչքան է ձյուն եկել, ստելստեն նայի։ Բարեկամներ, սա այն հատվածներն է, որտեղ երկու կողմից ճանապարհի կողքերը ձորակներ են, պատկերացրեք ինչքան ձյուն է եկել, որ այստեղ այսքան հավաքվել է։ Օրես ինչ է արել այստեղ ախպեր, ապոկալիպսիս է արել։ Ուրեմն ինչ ձյուն է եկել։ Հա, անեցա որ ուրիշ տեղեր ավելի շատ է գալի, բայց այս հատվածը մեր հանրապետության մասշտաբով ամենաներից է, էլի։ Այս հատվածը, Զանգերը, Աշոցքը, Տիգրանաշենի ոլորանները սրանք ոչ բարեբեր ձմեռային ճանապարհներն են։ Այստեղ պետք է մի քիչ պրոֆեսիոնալ լինես, որ հանգիստ գաս անցնես գնաս։ Թե չէ հնարավոր է ձյան վրա մնաս, ավտոդ լրվի, այնպես մնաս։ Ոնց որ նոր մենք մնացինք։ Բարեկամներ, լիալուսին է եւ տեսեք ինչ գեղեցիկ է ճանապարհը, ինչքան էլ որ վտանգավոր լինի, մեկ է գեղեցիկ է եւ մենք այս գեղեցկության միջով գնում ենք վստահ։ Շատ հիանալի է ամեն ինչ։ Հիմա տեսախցիկը պարզ նկարում է ճանապարհը, բայց մեզ համար ոչ այդքան պարզ տեսանելի, այստեղ նույնպես ձյունը առատ է եղել, որը առատը որն է շատ ուժեղ է ելել։ Հələ ձախ կողմը ցույց տու ինչ են փորը սարքել։ Տեսեք ինչ են սարքել, որ նման դեպքերից խուսափեն ինչ-որ չափով, բայց էլի ձյունը իր արածը արել է, որովհետև երբ որ բուք է լինում, ձյունը դառնում է չարաճճի երեխա եւ նրա ձեռքին ձյունը դառնում է խաղալիք, ինքը իր խաղալիքը, մի խոսքով այսպես բաներ է սարքում մեր գլխին։ Հələ տեսեք ինչ է։ Բոմբա, տենում ես ճանապարհը լրիվ փակել է, իսկ ով չգիտե, այս ճանապարհի լայնությունը մոտավորապես 6 մետր է, 6 մետրից մնացել է 28 մետր, լավ հաշվիմ, մետրը կցես տոշնի ասել եմ, հա։ Բարեկամներ, հիմա հասնում ենք մեր վերջին բարդ հատվածը, եթե կարելի է այդպես ասել, տեսեք ձյունը ինչքան շատ է այստեղ, հիմա հասնում ենք վերջին վերելքին, որից հետո արդեն իջնելու ենք Վայոց ձոր։ Գեղարքունիքի մարզից դուրս են գալու Վայոց ձոր։ Իրականում երբ որ տեսնում ես մեքենայի հավասարին ձյուն է ճանապարհի կողքերը, արդեն ճնշվում ես մի քիչ, բայց գիտես որ կգնաս դուրս, կգաս այնտեղից, որտեղից որ պետք է, օրոյս ինչ ողբեր։ Պատկերացնում ես որ հատվածներն են, օրոյս ինչ արել, ինչքան ձյուն է եկել։ Ասի բուկն է բերել, այսքան ձյուն չտեղում է, այսքան չի եղել։ Ուղղակի բուքը որոշել է բերի եւ մեզ համար փորձություն սարքի։ Էսի լավ հիշողություններ է կմնա ասենց։ Շատ լավ հիշողություններ մեզ բարեկամներ։ Հիմա սկսեցինք վերելքը։ Գազը պետք է տեղը պահես, թե չէ կփոշմանես։ Ապեստեն նստա
կապ նստա Փոչեսյան, Փոչենյանը։ Ճիշտ ձև չկա դա ասում։ Կարծես ապոկալիպսիս իրավիճակ լինի։ Հաղթահարելով գնում։ Ոյք։ Որես ինչ է։ Մնաց ինքս թե իմացա։ Ես ուղղակի ապշած եմ։ Ճանապարհը փակ ու մի հատ զգուշացնող բան չկա ախպեր։ Միթե մենք կմնանք այստեղ։ Ինչ պետք է անեմ։ Ապեր։ Բերել եկեք նա կոնտեկ էստան տեղը հետա կաղա էթա է զատի ախպեր։ Հա։ Մստի։ Ախպեր, բայց չպետք է ստես զգուշացնեն որ փակ ախի եկանք ընկան։ Բայց քո կապերը չէր գալի վարդը։ Բարեկամ, շնորհավոր նոր տարիդ։ Մենք բան ենք արել, մի քիչ անախորժության մեջ ենք ընկել։ Սելիմի լեռնանցքով եկել ենք։ Ճանապարհը բաց էր մի մեքենայի համար։ Եկանք ու տեսանք բաշի մնացել ենք ընդ ավտոն մնացել է ձան վրա 4 հոգով մեջը համարյա բենզին էլ չունենք։ Մեզ օգնություն Մարտունու կողմից եկել ենք դեպի Եղեգնաձոր համարյա այն ամենաբարձր տոշկան հասնելը մինչև ընդենցունը մաքրել էլի։ Շնորհակալ եմ տղաներից, դե սպասում ենք 4 հոգով սառելով։ Շատ շնորհակալ եմ ինը մեկ ուրախ տարի լինի, ինձ ուժեղ տարի է։ Անհասանելի կա։ Մենք անհասանելի ենք ելնելու, հիմա մի 200 մետր իջել ենք ներքև։ Թող արխային գան մինչև վերջի մաքրած տոշկայի վրա Nissan Altima-ով կայնացենք։ Մարգարյան Ստեփան Հպարտորեն ասեմ էլի արկածների հիմնադիրը ես եմ։ Մարգարյան Ստեփան։ Ես ուզում եմ ասել, եթե ընկնում եք այնց իրավիճակ, որտեղ կապ չկա, ու ուզում եք կապնվել փրկարարների հետ, դա ձեր մոտ ուղղակի չի ստացվելու։ Այնպես որ բարեկամներ, 1000 չափեք մեկ կտրեք, մեր օինները չանեք։ Ասենք մենք կարում ենք քայլելով գնացինք ասենք այնպես տեղ որ կապ կա, զանգեցինք ու ասեցինք եկեք մեզ փրկեք։ Հիմա սպասում ենք որ գան։ Դուք էլ տեսաք, դրանք հետ կգան, հələ արա ինչի եք մետրից ավել ձունը մնացել ենք ստեղ։ Բարեկամներ, սա ուղղակի հեքիաթ է։ Երևի այս հեքիաթի համար մնացինք մենք այստեղ, որ սա ձեզ ցույց տանք։ Տեսեք ինչ գեղեցիկ է բնությունը, լուսնի շողերի ներքո հիանում ենք բնությամբ եւ միևնույն ժամանակ հիշում ինչքան էլ ծանր իրավիճակների մեջ լինենք, այնքան պետք է չմոռանանք ապրելու մասին եւ ապրենք այս գեղեցիկ պահերը։ Ինչքան էլ որ լռվել մնացել ենք, հետներս էլ մի երկու իրանացի ընկերներ են իրանց մեքենայով մնացել, դե հենց գիտեն մենք չենք ուզում քշենք, տեսչանը գալի տենան ինչ կա չկա։ Ուղղակի իրանց մեքենայի մեջ նստած են բանի, ինչեր են ավտոյան Ռենոյով եկե մնացել են մեր հետևում։ Մենք էլ խամ-խամ տեսակ ինչպես եկանք ու կոշկվեցինք։ Այո, բարեկամներ, սա այլ կերպ չես անվանի։ Մենք կոշկվեցինք։ Ու կհայտնվենք Գեղարքունիքի մարզի փրկարարների կայքում որպես բանի մեջ ընկած, բուքի մեջ ընկած մարդիկ։ Բքված։ Բայց այս դեպքում դուք կտեսնեք նկարը հետո տեսանյութը թե ինչպես ենք մենք բքվել։ Բուքի մեջ ենք ընկերներ։ Հիանալի է իրականում, բուքը այդքան էլ վախենալու չի, շատ լավ է ամեն ինչ, մնում է քամի չբռնի բուքը գա իսկապես, բուքը եկավ, պատկերացրեք մենք այստեղ կորած կմնանք, հետո մեզ գարունը կգտնեն, հետո ինչ են անելու Կհալեն։ ասես պատմության մեջ ով անգե, ով ընկելա գրեք ընկերներ, գրեք տենակ էլ ով ասես պատմության մեջ եղել, վստահ եմ լիքը մարդիկ ավելի սարսափելի պատմության մեջ են եղել, բայց հավատդ պետք է փայլի նման պահերի ու իմանաս, որ ոնց մտել ես այդպես էլ դուրս կգաս։ Նա ինչ, սպասենք մինչ մեր փրկիչները կգան։ Փրկյա մեզի չարե Եղարքունիքի փրկարարական վարչություն։ Բարեկամներ, ձեզ հետ են Սելիմի արծիվները, Վարդենյանց լեռնանցքի արծիվները, որոնք մնացել են -15 աստիճանի տակ Սելիմի բարձունքում ու տես չգիտենք ինչ անենք։ Աշոտ, ինչ կասես, բարեկամ։ Ոչ մի բան չի ասում, որովհետև նա ամաչում է կադրից, կոմերայից ամաչում է, նրա մեջ դեռ մանկուց կա վախ ու ասեմ ձեզ, որ մենք սոված ենք այս պահին, այդ կծիպ մարդու օրնելով չի, ասում ենք
Այդքան հասնենք դու նոր տարի է, ինչ ասես կա կուտենք, սաղ ճամփին բան չառանք, եկանք մնացինք ստե, հիմա ձուն պատին ուտենք, արդեն մեկը տոր ձուն ուտենք։ Ես հիմա ձեզ կսովորեցնեմ ինչպես դիմանալ ահասարսուր պայմաններին բքի տակ, տեսեք, վերցնում եք ձունը և մտովի աղ եք ցանում, հետո չալաղաջ ու ուտում եք։ Կան համեղը։ Հավի ձունը գացի։ Հավի էր խոզի։ Սամ հավի էր թե խոզի։ Դավայ ճալաղաջա։ Հաճում է բեր այնպես այս ճալաղաջը։ Ինձ դուր եկավ ճալաղաջի համը, այնպես որ վիժված արեք անհարմար պայմաններում։ Ընկերներ նաև եթե սովին չեք դիմանում, վստահ եմ բոլորիդ գրպանում էլ կա ծամոն։ Ծամոնը օգնում է որ ձեր աղետարակտային համակարգը լավ աշխատի, այնպես որ ծամեք մինչև փրկարներ կգան։ Արդեն ինչքան րոպե է։ Մի ժամ հեսա կդզվի 18 րոպեից 1 ժամը կլերանա, ինչ մենք բքիտակ ենք, բքատակ ենք եղել ընկերներ։ Սպասում ենք։ Ապե նկարել ես բան։ Նկարում եմ։ Եկան փրկարարները։ Հիմա ես վառել եմ լույսը, որպեսզի նրանք մեզ գտնեն։ Եկեք, այստեղ ենք։ Այ գնանք փրկարարներ մոտ, էլի։ Չէ։ Չէ։ Կամ մեծ ստե բանն ենք, էլի։ Քաշի չէ ուրա։ Չկա։ Փրկարարներ։ Փրկեք մեզ։ Այ ապերես ինչ արիք մեր գլխին։ Ոչեք, բաց թողի ճանապարհը, մեկ է մինչև վերջը կամը գնացել եմ։ Թումբը ինչի մանամ ինչ նշանը։ Ես ախպերնին ու չենի գնալը։ Որա լետ է բարիշնի կուր։ Բրատև դիտ օքեյ։ Ախպերնի։ Այդի ես եմ գնասի տեղուղը։ Ախպեր, այս ես նեղա։ Brother, I am a blogger. I am a blogger, yes. You, my video. Hey, my brother. Hello, brothers. Լետի է։ Ախպերները լետի պարիշկեքով եկել են, ասեք տո բրնեն գրեն։ Քրիզ ID Instagram։ Ախպեր, ուզարեք։ Instagram, Instagram, հա, ես, հա, ուր է ախպեր, ID Instagram։ No, internet, no, թե չէ, ինետ, no, թե չէ։ Ախպեր հետ, կանես ախպերներին հետ են։ Դավա հիմա, բատ, brother։ Բեք ախպեր, բեք արեք ես ավտոստից։ Ախպեր նստի բեքար։ Նստեք բեք արեք ախպեր։ Ես կա բրտեմ ախպեր, մենակ ես քիչ ձ։ Ապեսի բեք չի լում։ Չի գալի։ Ախպերս ցեպ ենք։ Դնա դավայ, brother, դավայ, գազ։ Գազ, Այ մարդ քշի։ ախպերս brother, նորի։ Կանի, հոպ, ստապ են, ախպեր, եսի լավ չես կապել։ Եսի հանի։ Տան, այստեղ պետք է ազատագրենք, որպեսի պերևարրոտ անենք ու գնանք հետ։ Վատը գիտես որն է, քաշելու տեղը չկա, եսի ինչ ախպեր։ Ուռզի կեթա, հա։ Ախպերս բեք էլ ստուց, բեք։ Կայն։ Օխի տակը, այդտեղ, դավայ։
Նմանը կարը։ Բարեկամներ խառն է իրավիճակը։ Փորձում ենք պարսիկ ընկերներին հանենք ցեխից։ Ընկերներ ցեխ արել էտնի պագիշկաներով են եկել։ Գազ դու բրադը։ Գազ դու փոքրիկ գազ դու։ Գազ։ Եկու գազ դու դավայ բրտեք։ Հոպ, կանյասը, հոպ, զատիդի, երդի, ու էրո գազի, տաս պարտեք սկի։ Զատի, չէ, Սպասի, կայն, սպասի, ծելը բանի արանք էլ են։ Ոյ, դրա, բադայջի, դրու։ ինչ արե։ This off, this is stop։ Ինչ այլ է որ։ Լենթը որ կցել էր, քաշից կցես դիսկի արանքը։ Որա պարկաստու, դզեց։ Ապեր երդի, սամեն կուտա գայտը։ Դավայ, գպեք, գազ։ Դավայցի, հոպա։ Ապերյաս, ավտոմատի, սրեք սարդես։ Ապեր, համադես խլարի։ Ապերն է, տեսեք բատ բան ասեմ, ստից բադլաց ավելի հեշ կար, ես խասում եմ։ Օրում եք ես ես ասում ապրում է ծրեք ասում։ Այլի բեկա մեր ապրում է։ Ես կարամ եկամ մարդուս հատուկ չեմ, բայց ապերը բառա մեծ, այս թող ես էլ անում են դրա, թող։ Դեպեք ես էլ զավոր անում եք ապեր։ Լուտ։ Ես դից հա, դից կդրենք։ Ապեր ոզի թվում մասից է անենք հերիք, հա։ Այս ոտը ծածը չէ, լենի ոգաշ է։ Եկ հետ հագեսի չեմ։ Այս ատեմ ոգեշ դու։ Davay, davay. Ապե դիրել են անտերը։ Սաբատանի սպենք են դեմր։ Մրուտը, կենի ասպե, այստե մոպը։ Դեք հայտա պան։ Սաբատանի սպենք։ Ոշկվանք։ Բարի չոր վիսկի տերեն լեթի պագիշկի տերեն ասել ես։ Ջոգում ես այսքան եկել են։ Շորս կաշով, այս, պերեդի։ Որ լավ էլ, երկան տայնի, այլ։ Կենյաս, սել մեշու կդրեմ։ Այ աղպերս, շատով խպեց կանդի կգայել։ Չնացնապ ծավր են, լավա, թոմոնա, լավա։ Ական ամենակարևոր պահն ասի, հիմա կամազը պետք է անցկացնենք տանենք մեր մոտ։ Ուրալը։ Առաջ այ ապոս։ Ալա։ Չէ, ախ։ Լավ, ախպեր, թոմա։ Սպամ զարկում գալիս ես։ Հանքեներ հա, բարձան մենք մեր մեքենայի մոտ։ Բարեկամներ, ահա ես չէի պատկերացնի, որ մի օր կանգնել եմ Սելիմում քշերվա 1200 լապատկա ձեռս։ Անցա, բուրրա!
Բարի ամնաց։ Այո մախ։ Նկարվում ենք։ Նկարում ես մեր ախպեր։ Դենց է դեպի։ Լապատկեք դերան կարևոր։ Հա, դերքելային կոմատել օրոս քազում եք։ Ապա չեք գցելու էդի։ Հա, ես եմ գցելու, ոչ։ Ես կգցեմ։ Չգնահատեցին իմ ջարդարանքը, սիրուն պոզայի դունը կայնել էի։ Ապա, բայց ինչ ասես է բանը այդը։ Սվարը։ Կարողա պետք է չգա, է։ Ահա թե ինչպես են օգնում մեզ մեր փրկիչները, մեր փրկարարները։ Վայո զորի, Մարտունու, բոլորը, հերոսները։ Բա ախպերս, ներես ինչ եմ ասում։ Հլկան։ Սպասի։ Всё, հլկան։ Ամեն պատիլի է տեղ ընկեր։ Հələ այստեղ արինքը մտ։ Արունը դասավի։ Ագարակ, գայտե, այդա։ Ավելի դիս։ Ապրեն մեր փրկող ախպերները իսկապես մեզ փրկեցին։ Ընկերներ ոչինչ չջարդելով փրկարարների պրոֆեսիոնալության շնորհիվ մենք հաղթահարեցինք այս փորձությունը։ Հիմա հələ լրիվ չենք հաղթահարել, բայց հաղթահարման ճանապարհին ենք։ Մենք հələ պետք է հետևենք Սևանովիչն ենք Երևան, Երևանից Եղեգնատոր, լավ գիշերվա 1000-ը, բայց ասեմ ձեզ, որ ես կարոտել էի նման պատմությունների ենա նոր տարվա օրով, մենք մեր նոր տարին շատ լավ արեցինք, հա տղեկ, լավ չենք արել։ Ուժեղ ախպեր։ Գա։ Արի։ Գնա։ Լավ։ Հակառակը հիմա, դավայ նույնը։ Երևի բրդ է, ապա Չէ, տուտակ է, այն աչ, ֆրծրը աչ ու առաջ քել։ Անոմա ֆռմեր բան չէր մնա։ Բարեկամներ, ահա զիջում են ամեզ ու մեր ետևից որ գա։ Մենք էլ ընկանք առաջ, էլի ոնց հասկանում եմ, ահա։ Ամեն ինչ հիանալի է։ Հիմա մնում է կամազը գա իրար հետ եթանք, են տենանք մեր պարսիկ ընկերներն ուր ասան։ Նկարիր։ Մենակ թե ավտոյի վնասնապաշ չեմ։ Դերիշ մենակ։ Էնի ուրիշ ձև չկար, ապետ ենդ դանդաղ անցնել լրբել էինք։ Չէ՞։ Բարեկամներ, մի սարսափելի օր ապրեցինք։ Իմ սիրտը միայն մեքենայի համար է ցավում, թե չէ մենք առողջ գնում ենք։ Աստծո օրհնությամբ գնում ենք դեպի Երևան։ Բարձնում ենք այդ բարդ ճանապարհներից, բան չմնաց, այս վերջին մեր երկու հատ էլ կար, չէ՞։ Այն երկուսն էլ ենք անցնում ու վсё։ Արա շատ անհարմար է, արա, գոնե մի մատ զնակը լեր իմանայինք, որ չպետք է գնանք, հա։
ծաղուրը ճամփեքին ենք ու մենք խամ չենք ախպերս այս պատմության մեջ ընկանք։ Դիմացից գնում են պարսիկ ընկերները, նրանց հետևելով գնում ենք մեքենան քիչ է մնում կառավարումից դուրս գա, բայց պահում ենք նրան մի ձև։ Ես հիմա որ պատիում ենք բարձրանում, պետք է անենց անենք, որ ռիվոգը տեղելնի գնա, էլի, ով որ մեքենա է վարում հաճախակի լավ գիտի։ Էդի ոնց արվում։ Հա, վերջ, արդեն էլ ռիվոգը տեղը չեն պահում, հելան կախված ներքև։ Բարեկամներ, շնորհակալ եմ բոլորիցը ձեր աղոթքների համար, մեզ համար։ Աստծո օգնությունը բոլորիս օջախներից անպակաս, իսկ մենք շարունակում ենք մեր ճշմարիտ ճանապարհը։ Ասած ես ուտեղաններ ուզում ենք շնորհակալություն հայտնենք Այնին, խանութն ուներ բաց, երկու քաղցր մացր էլ, իրանց գործը քաղցր է, իրանք քաղցր անուշ աղբերներ են, որոշենք ինչ-որ բան գնենք, տանք, շնորհակալություն հայտնենք, բայց քանի որ բաց խանութ չգտանք, այսպես եմ հայտնում մեր շնորհակալությունը, ապրեք տղերք, այնքան խառնենք սկյանել, չճշտեցի երկու անուշ աղբեր էին, ով իրանց անունները կիմանա, թող գերեն մեկնաբանություններում, շնորհակալ եմ ձեզանից սրտանց, մենք ցած խանդել ենք ապրել, սա բան։ Լավ մնացեք, մենք դեռ կվերադառնանք։ Եթե ասեմ, այսօր մենք շատ ուժեղոր ենք ունեցել դա, նույն է թե ոչինչ չասեմ։ Այս փոսը, որը գտնվում է Նորագահում, դարձավ պատճառ, որ ես զրկվեմ իմ անիվից, ընկերներ։ Այսօրվա մեր արկածները հերիք չէր, մի հատ էլ պագիշկա պայթավ, արես ինչ է այսօր։ Լավ էլի։ Սա բարձրյալի մատն է, խառը, որ ես շուտ չհասնեմ եղեգնազոր, ինչ-որ բանից է ինձ հետ պահում, ես այդպես եմ մեկնաբանում, բայց այդ կարճուրնի աղբեր, ես փոսը լեցել եք, ես ինչ է, լստեն է, իմ արել։ Մինուս 30,000 ծեն, այսօր մինուսների օր է աղբեր, այսօր ինչ օր է, հունվարի 2, հունվարի 3, հա, մինուսների օր է, բայց այդ սաղ կցենք տեղը, կդզենք սաղ։ Մեր վերջին չի աղբեր, մենք երբեք չենք նեղվել, վարդյանապես անիվը տրակեց ընկերներ, բայց հոգ չէ, մենք զանգում ենք մեր անդո աղբորը, անդոյի տեղը լավա գիտենք, տենակ մենակ կարան է գա, ասում աղբես 3 օր խոտ չեմ տվել, հետո խոտա գատենակ ինչ անում աղբերը, օքնի մեզ գնանք հասնենք եղեգնազորի վերջու արա, ես ինչ օր է լավ այ աղբեր, մեզ ինչ հետաքրքիր օր է լավ մեր համար, արդան սպասում ես ես լավ օր, Այսքան չէ։ ես շատ եմ սիրում այս օր աղբեր, սա մեր համար լավ հիշողություն է, հիշենք մի, բարեկամներ, տխուր է մի քիչ, բայց հուսանք մի օր կհասկանանք թե ինչու այսքանը մեկ օրում եղավ։ Բարեկամներս ինչ լավ է, մենք ունենք զապաս անիվ, պայստային անիվ և ծակված անիվ։ Եթե չլիներ ծակված անիվը, ում պետներ պայստայինը, եթե չլիներ պայստայինը, տխուր կլներ, բայց հիմա մենք մի քիչ ուրախ ենք։ Հիմա զանգել ենք փրկարար անդո անուշ աղբորը, տենակ ավտոն կարախոտտա թե չէ։ Աբրիս աղբեր։ Լավ աղբերս, ավիս։ Խրա։ Համար չէր բռնում։ Հո, ես ասի վсё, չի կանում։ Ես երկու։ Դա 3։ 4։ Դե 5-րդը։ Հա, այսպես պատմությունների մեջ ենք մենք։ Ցել ես ջոբը։ Բոլորին ցանկանում եմ նման անուշ աղբերներ։ Որ նեղ պա, տուն, բան չկա աղբեր։ Կարևոր մարդկայինը։ Կարևոր մարդկայինը։ Իրար օգնենք, որ չհոգնենք կարգախոսով այսօր գնում ենք եղեգնազոր։ Հունվարի 2 լույս 3-ի գիշերը մենք լավ օր անցկացրեցինք։ Հեքիաթային։ Սելիմին լեռնանցքից մինչև բետոնկայի սկզբնամաս փոսիկ հիանալի է։ Մնաց 120 կիլոմետր։ Հարազատներս, մենք գնում ենք եղեգնաձոր։ Դեռ չենք հասել։ Չեք հասել որն է, ագիշկան նոր դրինք տակը, անդո աղբոր շնորհիվ գնում ենք, արա լավ տղա է անդո, նատուրի, տենում ես,
Ուրդից ուրդ է գալի, հասնում է, օգնում է, ոչ օրը նայում, ոչ մի բան չի նայում ախպերը։ Ոնց որ մենք շնորհակալ ենք նման մարդիկ թող շատ լինեն, որ մենք ավելի ապահով լինենք այս կյանքում։ Այսօր լիքը լավ մարդկանց հանդիպեցինք, օգնող, երևս օրը խորհրդանշական էր։ Մենք չենք հանձնում, գնում ենք։ Գնացինք, տեսնենք ինչա մեզ